Շաբաթվա կարևոր լուրերն Armenia Today-ից։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հաղորդագրությունը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Որկել Գյուրկը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դիվանագիտությունն ամեն ինչ անում է հայ գերիներին վերադարձնելու համար։ Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացրել է երկրում կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Բաքուն նաև հայտարարել է ՄԱԿ-ի 4 գրասենյակները փակելու մտադրության մասին։ Փաշինյանը հայտնել է, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին 3 սահմանային կետ բացել։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են Արցախի նախկին նախագահ Հարայիկ Հարությունյանի ցուցմունքների մասին, որտեղ նա հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակի հետ կապված որևէ լիազորություն չի ունեցել, իսկ պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Դոգմա կանունով հայտնի Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ նրան Հայաստան բերելու անհրաժեշտությունը վերացել է։ Փաշինյանը Եղիշե Կիրակոսյանին ազատել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից։ Խորհրդարանը կրկնակի ավելացրել է խաղային ոլորտի հարկերը։ Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը միացել է TikTok-ի ակտիվների գնման գործընթացին։ Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի եւ Աչե Թոմասյանի մասնակցությամբ Պանորա ֆիլմը 5 անվանակարգերում Օսկար է ստացել։